Ցանկանում եմ կրկնել, որ մարդկային հոգու այս երեք գործողությունները՝ գոհությունը, փառաբանությունը եւ երկրպագությունը, մեզ թույլ են տալիս բացահայտել Աստծո բնության երեք դրույթները։ Գոհությամբ բացահայտում ենք Աստծո բարությունը, ամեն բարի բաները, որ նա անում է մեզ համար։ Փառաբանությամբ բացահայտում ենք Աստծո մեծափառությունը, դա մեր համապատասխան վերաբերմունքն է նրա ակնածանք ներշնչող մեծությանը եւ վերջապես երկրպագությամբ բացահայտում ենք Աստծո սրբությունը։ Այժմ մեր երկրորդ զրույցի ընթացքում կկենտրոնանանք փառաբանության վրա։ Այն լույսի ներքո, որ ասացի Աստծո մեծափառությունը բացահայտելու մասին, կարծում եմ ավելի հարմար է սկսել 48 Սաղմոսի առաջին խոսքից։ Psalm 48:1 Մեծ է Տերը եւ շատ օրհնյալ մեր Աստծո քաղաքում իր սուրբ սարի վրա։ Այսպիսով Աստծո մեծափառությունը բացահայտելը կախված է նրան շատ մեծարելուց եւ փառաբանելուց։ Այլ կերպ ասած, փառաբանությունը պետք է համապատասխանի նրա մեծափառությանը, որն իրականում նշանակում է, որ այն պետք է սահմանափակ չլինի։ Մենք երբեք չենք կարող թերագնահատել փառաբանության զորությունն ու հնարավորությունները։ And then we saw when we were speaking about thanksgiving in Psalm 100 Սաղմոս 100-ը կարդալիս խոսում էին գոհության մասին եւ արդեն տեսանք, որ գոհությունն Աստծուն մոտենալու առաջին աստիճանն է, approach to God. իսկ փառաբանությունը երկրորդ աստիճանն է։ Գոհության մասին խոսելիս մենք շրջանցեցինք փառաբանությունը։ To pray. Թույլ տվեք ասել, որ երկուսն էլ, թե գոհությունը եւ թե փառաբանությունը շատ կարեւոր հոգեբանական ազդեցություն են գործում։ If we're coming to Եթե Աստծո առաջ են գալիս մեզ համար շատ դժվար եւ անհնարին մի մեծ խնդրանքով, ինչքան շատ գոհանանք այն ամենի համար, որ նա արդեն արել է, այնքան ավելի հեշտ կլինի մեզ համար հավատալ եւ վստահել իրեն մեր խնդրանքի մեջ։ but if we don't come with Բայց եթե նրա առջև գոհությամբ չգանք, ապա հավատքի համար մեր հոգում ոչ մի հիմք չենք ունենա։ Ուստի եկեք հիմա նորից նայենք Սաղմոս 100-ը 4 եւ 5-րդ խոսքերը։ verse 4 and 5 Մտեք նրա դռները գոհությունով, with thanksgiving նրա սրահները փառաբանությունով։ with praise Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ and then it's not by Ոչ մի կերպ չենք ձանձրանա կրկնել Աստծուց գոհանալու եւ նրան փառաբանելու երեք պատճառները, for thanking որովհետեւ Տերը բարի է, նրա ողորմությունը հավիտյան է եւ նրա ճշմարտությունը ազգից and his մինչեւ truth ազգ։ endures to all generations. If you have Եթե բացել եք ձեր Աստվածաշնչերը, ինչու միասին չկարդանք այն որպես like that, why don't we հավատքի say it Միքայել։ together as an act of faith? Որովհետեւ Տերը բարի է, His mercy նրա ողորմությունը հավիտյան and his truth եւ նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ։ Հիմա եկեք ասենք շնորհակալություն Տեր։ Ամեն։ Սա այս դասի կիրառումն է։ All right, now there's another beautiful picture that I want to point out to you. Այժմ Եսայա մարգարեության 60-րդ գլխում մի գեղեցիկ նկարագիր կա, որ ուզում եմ ներկայացնել։ Սա Եսայա մարգարեության վերջին գլուխներից ամենափառահեղ հատվածներից մեկն է։ Եսայա 60 Verse 18. 18-րդ խոսքը, սա Աստծո քաղաքի նկարագրությունն է, մի քաղաք, ուր ներս մտնելու իրավունք ենք ստանում Հիսուսի արյամբ եւ մեր փրկությամբ։ And through the blood of Jesus. And it gives a very beautiful Եսայա 60-րդ գլխի 18-րդ խոսքում շատ գեղեցիկ է նկարագրված այդ քաղաքը։ Այլևս լսելի չի լինի քո երկրում բռնություն եւ ավերում եւ կոտորած քո սահմաններում։ can come to a place in the presence of Մենք կարող ենք մտնել Աստծո ներկայության մեջ միտեղ, ուր բռնությունն ու ավերումը պարզապես հերվից շշուկով լսվող արձագանք են, եւ դրանք իրապես Աստծո ներկայության մեջ գոյություն ունենալ չեն կարող։ Իսկ հետո ինչպես պետք է մտնենք այնտեղ։ Եվ դու փրկությունը կկոչես քո պարիսպները եւ քո դռները օրհնաբանությունը։ the wall that Պարիսպները, որ շրջապատում են Աստծո ներկայությունը, փրկությունն է։ Եվ բոլոր դռներն ունեն մեկ կոչում, որն է which is օրհնաբանություն։ Այլ կերպ ասած, եթե ուզում եք գտնվել պատերից այն կողմ, որ դռնով պետք է մտնեք ներս։
փառաբանություն ճիշտ է։ No Եթե praise. չփառաբանեք, ներս մտնելու իրավունք չեք ունենա։ Դա է Աստծո ներկայության մեջ մտնելու միակ ճշմարիտ ուղին։ Now, I want Այժմ to այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ 7 սուրբգրային փաստեր փառաբանության մասին։ 7 scriptural facts about praise. There are Շատ many ավելին more. կա, բայց կարծում եմ սրանք ամենակարևորներն են եւ օգնում են մեր հավատքի զարգացմանը։ First of all, let's Նախ եւ առաջ եկեք նայենք Սաղմոս 22-ի 3-րդ խոսքը, verse որն ուղված է Տիրոջը։ which are words addressed to the Lord. Now, my version says, Թարգմանության իմ տարբերակն ասում է. but you are holy, Բայց դու սուրբ ես, ով Իսրայելի գովությունների մեջ բնակվողդ։ but the Hebrew Բայց word եբրայերեն բնագրում բնակվել բառի փոխարեն գործածված է նստել բառը, word for to sit որպես ապացույց ասեն, որ Իսրայելում, երբ մարդիկ մեզ հարցնում էին, թե որտեղ ենք ապրում, մեր պատասխանը եբրայերենով հետևյալն էր. մենք նստում ենք Երուսաղեմում։ sitting in Jerusalem. That's the Եբրայերենում դա նշանակում է բնակվել, for to dwell. եւ այսպիսով, չնայած որ շատ ճիշտ է ասել, որ դու սուրբ ես, որ բնակվում ես Իսրայելի գովություններում, ճիշտ է նաեւ ասել, որ դու նստում ես Իսրայելի փառաբանության վրա։ Also means you who sit upon the praises of Israel. What a kind of Իսկ ինչի վրա է նստում Աստված։ Գահի։ So there are versions Ուստի that կա say թարգմանության մի տարբերակ, որտեղ ասվում է. դու սուրբ ես, որ գահակալում ես Իսրայելի փառաբանությամբ։ So when we Ուստի երբ փառաբանում ենք Աստծուն, այնպես ինչպես մի հայտնի երգում է ասվում, թե մենք գահ ենք պատրաստում նրա համար, որ նա գա եւ նստի մեր մեջ, մենք նրան որպես թագավոր գահ ենք առաջարկում։ it's appropriate that as a king he be offered a throne. But he is Բայց նա very շատ բարեսիրտ է, he's not նա երբեք չի պահանջում։ he will come Նա amongst կգա մեզ մոտ, բայց մենք չենք ճանաչի իր թագավորությունը մինչև նրա համար փառաբանությամբ գահ չպատրաստենք։ So from now on Այսուհետ, երբ հավաքվեք եւ սկսեք փառաբանել Աստծուն, միշտ հիշեք, որ Հիսուսի համար որպես թագավոր գահ եք պատրաստում։ for him to sit upon as king. You are Դու holy, սուրբ ես, որ գահակալում ես Աստծո ժողովրդի փառաբանության մեջ։ people. And then in another psalm, Եվ հիմա մեկ այլ Սաղմոս, Սաղմոս verse 47, 106 praise is one main 47-րդ խոսքը փառաբանությունը ներկայացված է որպես մի նպատակ, որի համար Աստված օրհնում է մեզ։ Եվ այն մեզ տանում է դեպի հաղթություն։ Թույլ տվեք Սաղմոսների վերաբերյալ մի բան ցույց տալ։ Եբրայերեն այն Թեհիլիմ բառն է, որը նշանակում է փառաբանություններ։ And if you Ահա սա է study the գրքի Bible, վերնագիրը, եւ եթե ուսումնասիրեք Աստվածաշունչը, ապա կտեսնեք, որ ամենաերկար գիրքն Աստվածաշնչում Սաղմոսների գիրքն է, այն կոչվում է փառաբանություններ։ Այսպիսով դա մի միջոց է, որով բացահայտում ենք Աստծո բնության մի մեծ տարր, որը նրա փառքն է։ Եթե ձեզ համար դժվար է փառաբանել Աստծուն, ապա առաջարկում եմ շատ ժամանակ տրամադրել Սաղմոսներ կարդալուն։ Նույնիսկ բարձրաձայն կարդացեք, եթե մենակ եք։ Ուղղակի կարդացեք եւ ասեք. «Տեր, սա է իմ աղոթքը, ես սա քեզ համար եմ կարդում, սա Սաղմոսերգուի Սուրբ Հոգուց ներշնչված աղոթքն է եւ ես կարդում եմ այն»։ Հավատում եմ, որ շատ շուտով դուք կհասկանաք, որ փառաբանությունը շատ հարազատ է դարձել ձեզ։ Դուք փառաբանելու սովորություն ձեռք կբերեք։ Psalm 106:46. Այնուամենայնիվ եկեք նայենք, թե ինչ է ասում Սաղմոս 106 Սաղմոսի 47-ում. «Փրկիր մեզ, ով Տեր մեր Աստված, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից եւ օրհնությունովդ պարծենանք»։ Մեկ այլ թարգմանությամբ հաղթանակենք փառքիդ մեջ։ Նորից ուշադրություն դարձնենք բառերի դասավորությանը գոհություն եւ ապա օրհնություն։ Հետևաբար, երբ փառաբանում ենք Աստծուն, մենք հաղթանակ ենք տոնում։ Was not the winning Հաղթանակը հին Հռոմում եւ ընդհանրապես հին աշխարհում ոչ թե հաղթելն էր, այլ տոնախմբությունն ու ցնծությունը այն հաղթության համար, որ արդեն ձեռք էր բերվել։ Եվ ասպիսով, երբ իրոք փառաբանում ենք Աստծուն, մենք նրանից հաղթություն չենք խնդրում, այլ տոնում ենք այն փաստը, որ հաղթությունն արդեն կատարված է։ Մենք միանում ենք նրա հաղթարշավին։
Paul said in 2 Պողոսը երկրորդ Կորինթացիս երկրորդ գլխի 14-րդ խոսքում ասում է. բայց շնորհակալություն Աստծուն, ուշադրություն դարձրեք շնորհակալություն բառին, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսում։ You see, a triumphal procession is the celebration of Հաղթարշավի ժամանակ հաղթանակած հրամանատարին սպիտակ ձիով եւ կառքով տանում էին Հռոմի փողոցներով, որտեղ մարդիկ մայթերում եւ փողոցի եզրերում կանգնած ողջունում եւ փառավորում էին նրան։ Եվ բոլոր գերիներին, այն թշնամիներին, որոնց նա պարտության էր մատնել, շղթայած տանում էին նրա ետևից։ Ահա սա էր պատկերը։ Իսկ որ խմբին ենք մենք պատկանում։ Մենք շղթայվածների մեջ չենք։ are we? Մենք նույնիսկ մայթերում կանգնած փառավորող մարդկանց մեջ չենք։ We're not even Որտեղ on ենք the մենք։ sidewalk or the pavement praising him. Ճիշտ է, Where are we? կարգի մեջ։ Իսկ ինչպես ենք հայտնվում կարգի մեջ, փառաբանությամբ, ճիշտ է, դա է կարգ մտնելու միջոցը։ That's the step into the chariot. All right, then again in Psalm 30. Եվ նորից Սաղմոս 30-ը ուշագրավ է, թե ինչքան շատ համարներ կան Սաղմոսներում այս թեմային վերաբերվող։ Սաղմոս 30, Verse 11 and 12. 11 եւ 12-րդ խոսքերը։ Now, just about Մոտ 13 տարի առաջ ես կորցրեցի իմ առաջին կնոջը, որը կյանքիս ամենադժվարին փորձությունն էր։ Ուզում եմ ասել, որ 11-րդ խոսքը իրոք ճշմարիտ է եւ այն գործում է։ you have turned Դու from իմ me սուքը my ցնծությամբ mourning փոխեցիր, իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախություն հագցրիր ինձ։ Now, the next Հաջորդ խոսքը մեզ նպատակն է ցույց տալիս։ to the end. Սրա համար թող փառքը Սաղմոս ասի քեզ եւ լուրջ չմնա, ով Տեր իմ Աստված, հավիտյան կգոհանամ քեզանից։ Notice when God Ուշադրություն դարձրեք, երբ Աստված քուրձը հանում է մեր հակից եւ սուքից ազատում, նա հատուկ նպատակի համար է դա անում։ to the end. Իսկ որն է այդ նպատակը, որ վերջում մեր փառքը Սաղմոս ասի նրան։ Don't speculate because Այժմ ո՞րն է մեր փառքը։ scripture very important. Ենթադրություններ չանենք, որովհետև ես ձեզ կպատասխանեմ հենց Աստծո խոսքով, դա շատ կարևոր է, պետք է սուրբ գրային այս երկու համարները դնել կողք կողքի։ Սաղմոս 16, 9-րդ խոսքը, որտեղ Սաղմոս գերկուն ասում է. Therefore my Սրա heart համար is իմ glad, սիրտն ուրախ է, and my glory եւ իմ փառքը rejoices in my ցնծում է, flesh also, եւ for my մարմինս էլ soul հույսով gains my կբնակվի։ glory. Now, a lot of Ահա different նորից իմ փառքը։ Իհարկե տարբեր թարգմանություններ կան, բայց Գործ Կարաքելոց 2-րդ գլխի 26-րդ խոսքում Պետրոս առաքյալը Սուրբ Հոգուց ներշնչված մեջբերում է Սաղմոս 16 9-րդ խոսքից, եւ նա փառք բառը մեկ այլ ձևով է ներկայացնում այսպիսով. Գործ Կարաքելոց 2-րդ գլխի 26-ում գրված է. Սրա համար իմ սիրտն ուրախ եղավ եւ լեզուս ցնծաց։ Հետևաբար ո՞րն է ձեր փառքը։ Ձեր լեզուն։ Գիտեք թե ինչու է այն ձեր փառքը։ Կամ ինչու Աստված ձեզ լեզու տվեց։ Նրան փառավորելու համար, ճիշտ է։ Դա մեր մարմնի գերագույն անդամն է, որով կարող ենք փառաբանել Աստծուն։ Այն մեր փառքն է եւ հենց ուղիղ իմաստով լեզվի ամեն մի գործածություն, որ չի փառավորում Աստծուն, լեզվի սխալ գործածություն է, որովհետեւ նա այն տվել է իրեն փառավորելու համար եւ երբ ձեր լեզուն նրան փառավորելու համար է գործածում, այն դառնում է ձեր փառքը։ Այժմ անդրադառնանք Եսայա մարգարեության 61-րդ գլխի 3-րդ խոսքին։ And verse 3. And again, this is a message for those who've Սա մի պատգամ է նրանց համար, ովքեր սքի եւ դեպրեսիայի մեջ են։ Սա այն խոսքն է, որի միջոցով տարիներ առաջ Աստված ինձ ազատագրեց դեպրեսիայի ոգուց։ Սիոնի սքավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ սուքի տեղ, գովության պատմության հանգած սրտի տեղ։ Ահա թե ինչից ազատագրեց ինձ Աստված, հանգած սրտից։ Բայց ուշադրություն դարձրեք գովության պատմության հանգած սրտի տեղ արտահայտությանը։ Ուստի եթե չեք ուզում, որ հայտնվեք դեպրեսիայի մեջ, եւ սատանան ձեզ մոտ գա իր սարսափեցնող եւ չար մտքերով, ուրեմն հագեք գովության պատմությանը, եւ նա ձեզ չի մոտենա։
I think I Կարծում եմ ժամանակ ունեմ ձեզ մի փոքր պատմություն պատմելու։ Շատ տարիներ առաջ եւ Բայս Ոթրում մի փոքր եկեղեցի Եհովում այնտեղ երկու ռուս հրյա քույրեր կային, ովքեր հրաշքով դուրս էին եկել խորհրդային Ռուսաստանից եւ Տիրոջ հետ հանդիպում էին ունեցել ու լցվել Սուրբ Հոգով։ Սովորաբար նրանք այցելում էին իմ առաջին կնոջն ու ինձ եւ մենք միասին աղոթում էինք։ Ասեմ ձեզ, որ նրանք ռուս մկրտականների պես ավելի աղմկոտ էին, քան արևմուտքում գտնվող հոգեգալստականները։ Նկատի ունեմ, որ նրանք գիտեին ինչպես փառաբանել Աստծուն, եւ մենք չորսով շատ լավ ժամանակ էինք անցկացնում միաբան Աստծուն փառաբանելով։ Մի օր այդ ընթացքում դռան զանգը հնչեց, ես ներքև իջա մեր եկեղեցու անդամներից մեկն էր իր ամուսնու հետ, եւ նա ասաց. «Սա իմ ամուսինն է, նա նոր է դուրս եկել բանտից եւ նա դևեր ունի իր մեջ։ Կաղոթեք նրա համար»։ Դա այդ ժամանակ ես շատ հեռու էի դևերից։ Ուզում եմ ասել, որ այդ ժամանակ չգիտեի ինչպես վարվել նրանց հետ եւ ես շատ շփոթված էի։ Գաղափար անգամ չունեի, թե ինչ անել այդ պահին։ Ես ասացի, եկեք բարձրանանք, մենք կաղոթենք։ Եվ դա այն ամենն էր, ինչ անցավ մտքովս։ Այսպիսով մենք շարունակեցինք մեր աղոթքը եւ իրականում շատ բարձր էինք աղոթում։ Այն մարդը զգուշությամբ մոտեցավ ինձ եւ ասաց. «Ինձ դուր չի գալիս այս աղմուկը, ես գնում եմ»։ Աստված ինձ պատասխանը տվեց եւ ես ասացի. «Լսիր, դա դևն է, որին դուր չի գալիս այս աղմուկը, որովհետեւ մենք Հիսուսին ենք փառաբանում եւ դևը ատում է դա»։ Հիմա ասացի. «Դու երկու ընտրություն ունես, եթե հիմա գնաս, դևը քեզ հետ կգա, իսկ եթե մնաս, դևն առանց քեզ կգնա»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ»։ Մոտ 10 րոպե անց նա մոտեցավ ինձ եւ ասաց. «Նա գնաց»։ Ես զգացի, թե ինչպես հեռացավ կոկորդովս։ Ես երբեք դա չեմ մոռանա, որովհետեւ սա մի հիանալի պատկեր է այն մասին, թե ինչքան է մեր փառաբանությունը շփոթեցնում սատանային, ավելին, քան նա կարող է մեզ շփոթեցնել։ Հետևաբար, եթե դուք դեպրեսիայի մեջ եք, ճնշված եւ տխուր, հանգած սրտի տեղ պարզապես հագեք գովության պատմուճանը։ Գիտեմ, որ այն կօգնի, որովհետեւ այն օգնել է ինձ։ 33 Սաղմոսի առաջին խոսքում Սաղմոսերքուն ասում է. «Ուղիղներին վայելում է օրհնություն»։ Սա վայելուչ պատմուճան է ձեր հոգու համար։ Ապա Երեմիայի 33-րդ գլխի 11-րդ խոսքում մենք փառաբանության եւ գոհության վերաբերյալ մեկ ուրիշ շատ կարեւոր տեսակետ ենք տեսնում։ Այն խոսում է Աստծո ժողովրդի վերականգնման մասին եւ ասում է, թե ինչ պետք է լսելի լինի Երուսաղեմի փողոցներում։ Եբրայերեն մի շատ գեղեցիկ եւ ժամանակակից երգ կա, որ հիմնված է այս խոսքերի վրա։ Այն ասում է. «Ցնծության ձայն եւ ուրախության ձայն, փեսայի ձայն եւ հարսի ձայն, նրանց ձայնը, որ կասեն. օրհնեցեք Զորաստիրոջը, որ բարի է Տերը եւ հավիտյան է նրա ողորմությունը»։ Ուշադրություն դարձրեք այդ 3 պատճառներից երկուսի հիշատակմանը եւ նրանց ձայնը, որ Տիրոջ տունը օրհնության նվեր են բերում։ Կարծում եմ ուրիշ թարգմանություններում ասվում է գոհության պատարագ կամ զոհ։ Շատ կարևոր է հասկանալ, որ փառաբանությունը զոհ է։ Այն գին է պահանջում եւ միշտ չէ, որ հեշտ է։ Եվ Տիրոջը փառաբանելու ամենակարևոր պահն այն է, երբ դուք այնքան էլ տրամադրված չեք։ Թույլ մի տվեք ձեր զգացմունքները ղեկավարեն ձեզ։ Աստծո խոսքն է ձեզ թելադրում, թե ինչ անեք, եթե անգամ այն բացարձակ հակառակ է ձեր զգացմունքներին։ Եբրայեցիս 13-րդ գլուխը հետևյալ կերպ է լուսաբանում։ Եբրայեցիս 13, 15 եւ 16 խոսքերը։ Ուստի նրա, այսինքն Հիսուսի, նրա ձեռով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարագ մատուցանենք, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղ։ Ինչքան եւ ինչ հաճախականությամբ պետք է փառաբանենք Աստծուն։ Խոսքն ասում է ամեն ժամանակ, առանց դադարի։ Իսկ բարերարությունն ու հաղորդակցվելը մի մոռացեք, որ այնպիսի պատարակներին հավանում է Աստված։ Այսպիսով գոհությունն ու փառաբանությունը պատարակ է։ Եվ Աստծո համար ընդունելի է հատկապես, երբ դրա համար գին է վճարվում։ Երբ թվում է ամեն ինչ հակառակ է ձեզ, ուրեմն ճիշտ ժամանակն է լավագույն ձևով Աստծուն փառավորելու։ Արեք դա հավատքով, դա զոհ է։ Եվ ապա 8-րդ Սաղմոսի 2-րդ խոսքում փառաբանությունը հոգևոր զենք է։ Սա իմ սիրելի համարներից մեկն է, չգիտեմ, թե քանի անգամ եմ այն կարդում, ամեն դեպքում ինձ համար շատ դժվար է քարոզել չանդրադառնալով Սաղմոս 8:2-ին։
Out of the mouths of babes Երեխաների and եւ կաթնակերների բերանից զորություն պատրաստեցիր, այսինքն Տերը, քո թշնամիների պատճառով, որ լռեցնես թշնամուն եւ վրեժխնդրություն անողին։ Այսպիսով Աստված թշնամիներ ունի, շատ կարևոր է գիտակցել այդ, եւ նա մեկ հիմնական թշնամի ունի, որն այստեղ կոչվում է թշնամի եւ վրեժխնդրություն անող։ Ով է դա? Սատանան։ Եվ նա ասում է, որ սատանային լռեցնելու միջոց կա։ Տարիներ առաջ Լոզանում, Շվեյցարիայում քարոզում էր եւ մի ֆրանսիացի էր թարգմանում։ Այս խոսքն էի կարդում։ Ես հասկանում եմ ֆրանսերեն եւ լսեցի, թե ինչպես թարգմանիչը ֆրանսերեն թարգմանեց այն։ Ֆրանսերենում ասվում է. Աստված սատանայի բերանը փակում է։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Աստված փակում է նրա բերանը։ Նա ասում է. ձայնդ կտրիր։ Երբ մենք փառաբանում ենք Աստծուն, մենք տեսնում ենք մեր փառաբանությունը լռեցնում է սատանային, իսկ ինչու պետք է լռեցնենք սատանային, ինչ է նա անում ողջ ընթացքում գիշեր-ցերեկ, նա մեզանից չարախոսում է, միգուցե Աստծուն ասեք, լավ, իսկ ինչու դու չես լռեցնում սատանային, Աստված ասում է, որովհետև ես ձեզ զենք եմ տվել, որով կարող եք այդ անել։ Սաղմոս 8-րդ գլխի 2-րդ խոսքն ասում է. զորություն պատրաստեցիր, սակայն նորից նոր կտակարանը հին կտակարանի մեկնությունն է, բայց Մատթեոս 21-րդ գլխի 16-րդ խոսքը պետք է կարդանք 15-րդ խոսքից։ Սա Երուսաղեմում Հիսուսի ծառայության վերջին շաբաթն էր։ Երբ որ քահանապետներն ու դպիրները տեսան այն հրաշքները, որ արեց եւ այն երեխաներին էլ տաճարում աղաղակելիս եւ ասելիս Օվսաննա Դավթի որդուն, նեղացան եւ ասացին նրան. լսում ես դրանք ինչ են ասում։ Հիսուսն էլ ասաց նրանց, այստեղ նա մեջ է բերում Սաղմոս 8-ի 2-րդ խոսքը. Այո, դուք երբևէ չեք կարդացել, թե մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնություն կատարեցիր։ Այսպիսով այնտեղ, որտեղ Սաղմոս 2-ն ասում է զորություն պատրաստեցիր, Հիսուսն ասում է օրհնություն կատարեցիր։ Ինչ է սա մեզ ասում։ Փառաբանությունն Աստծո ժողովրդի զորությունն է։ Եվ անկախ նրանից, թե ինչքան տկար ենք զգում, այս զենքն անդիմադրելի է։ Այսպիսով Սաղմոս 2-ն ամենաթույլերի օրինակն է ընտրել, երեխաներ եւ կաթնակերներ, եւ ասում է, որ նույնիսկ նրանք, երբ փառաբանում են Աստծուն, փակում են թշնամու բերանը։ Ինձ համար մի հիանալի ուրախություն է, որ մենք կարող ենք լռեցնել սատանային։ Եվ ահա 7-րդ Սուրբ գրային փաստը փառաբանության վերաբերյալ, որ փառաբանությունը ճանապարհ է հարթում Աստծո միջամտության համար։ Նախ եկեք նայենք Սաղմոս 50-ը։ Տեսնում եք, քանի անգամ անդրադարձանք Սաղմոսներին փառաբանության մասին խոսելիս։ Սաղմոս 50, վերջին խոսքը, 23-ը։ Աստված է խոսում։ Գոհության պատարակ մատուցանողը փառավորում է ինձ, եւ ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Բայց իմ թարգմանությունում զգուշանա բառը շեղատառերով է գրված, որը նշանակում է, որ բնօրինակի մեջ այլ կերպ է գրված։ Եվ ով որ իր փառքն է մատուցում, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ That I may show him the salvation of God. He prepares. Նա իր վիճակից դուրս գալու ուղի է հարթում իր դրության մեջ փրկության հայտնության համար։ Այժմ մի գեղեցիկ օրինակ այս մասին երկրորդ մնացորդած 20-րդ գլխում, երբ Հուդայի թագավորը Հովսափաթն էր, հարավարևելյան մուտքից մի հսկայական բանակ նրանց դեմ դուրս եկավ։ Եվ նա գիտեր, որ չունի բավականաչափ զինվորներ կամ ռեսուրսներ նրանց դիմակայելու։ Նա ծոմ հայտարարեց եւ կանչեց բոլորին եւ միաբանեց Հուդայում գտնվող Աստծո ժողովրդին։ Եվ երբ նրանք ծոմով աղոթքի մեջ էին, Տերը Հազիելի միջոցով խոսեց նրանց հետ եւ ասաց. ինչ անեն։ Նա ասաց. դուք պարզապես գնացեք այնտեղ, սակայն դուք չէ, որ պիտի պատերազմեք, այլ Տերը։ Եվ Հովսափաթն ասում է. հավատացեք Տեր Աստծուն եւ նրա մարգարեներին, եւ դուք կհաջողվեք։ Այսպիսով հաջորդ օրը նրանք գնում են։ Եվ ահա թե ինչ կատարվեց։ Կարդում ենք երկրորդ մնացորդած 20-րդ գլխի 21-րդ խոսքից։
And when Եվ Jehoshaphat Հովսափատը խորհուրդ արեց ժողովրդի հետ եւ Տիրոջ համար երգիչներ ու սուրբ փառքը օրհնաբանողներ դրեց սպառազինյալների առաջից դուրս գալով եւ ասելով. before the army, Գոհացեք Եհովայից, որովհետեւ նրա ողորմությունը հավիտյան է։ for his mercy endures forever. You notice the same reason. Նկատեցիք, որ նույն պատճառի մասին է խոսում։ Հիմա լսեք։ Երբ որ նրանք ցնծության երգն ու օրհնությունը սկսեցին, Տերը դարանակալներ հանեց Ամոնի եւ Մովաբի որդկանց եւ Սեիր սարի բնակիչների դեմ, որ եկել էին Հուդայի վրա եւ նրանք կոտորվեցին։ Եթե պատմության վերջը կարդանք, կտեսնենք, որ նրանք կարիք չունեին պատերազմելու, նրանք կարիք չունեին որևէ ռազմական զենք գործածելու։ Փառաբանության զենքը նրանց կատարյալ հաղթություն տվեց, եւ նրանց թշնամիները միմյանց դեմ դուրս եկան եւ իրար կոտորեցին։ Եվ երբ նրանք եկան պատերազմի վայր, տեսան, որ բոլոր իրենց թշնամիները մեռած էին։ Այն, ինչ նրանք պետք է անեին, պարզապես ավարը վերցնելն էր։ Սա փառաբանության զորության մի հիանալի պատկեր է։ Եվ հիմա մի պահ եկեք նայենք խեղճ Հովնանին ուղիղ իր խնդիրների կենտրոնում։ Գիտեք պատմությունը։ He's here. Նա he's ձկան of փորում stories, աղոթում the էր, belly of the fish, եւ նա բավականին երկար ժամանակ էր աղոթում։ and he prays quite a long while. Jonah chapter 2. Հովնանի մարգարեության երկրորդ գլխի երկրորդ խոսքը։ Եվ նա ասում է. «Անդունդի փորից նա աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը»։ Եվ նա այսպես շարունակ աղոթում է մինչև 7-րդ խոսքը ոչինչ տեղի չի ունենում։ Praying. 8-րդ խոսքից նա սկսում է գոհանալ եւ ձուկն այլևս նրան չի կարողանում տանել։ The eighth Ուղղակի կարդանք այդ խոսքը, 9-րդ խոսքը։ and the fish couldn't hold him any longer. See? Just read that last verse. Verse 9. But I Բայց will ես օրհներգության ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ։ Դա իրոք զոհ էր։ Եվ դու ձկան փորում ես սկսիր գոհանալ Աստծուց։ start thanking God. Take some determination. Արժե նրանից գոհանալ, այն օգտակար է։ Տեսնում եք, արած խոստմունքս պիտի կատարեմ, փրկությունը Տիրոջն է, եւ հետո կարդում ենք, եւ Տերը հրամայեց ձկանը եւ նա Հովնանին փսխեց ցամաքը։ When did the Աստված երբ հրամայեց ձկանը, այն ժամանակ, երբ Հովնանը սկսեց փառաբանել եւ գոհանալ Աստծուց։ beautiful example in the book Եվ of հետո մի գեղեցիկ պատմություն Գործկարաքելոցից Պողոսի եւ Շիղայի ծառայության մասին։ ministry of deliverance. Պողոսը ազատագրության ծառայության մեջ էր, նա մի գուշակ կնոջից դևեր հանեց եւ ոչ քաղաք աղմուկ բարձրացրեց։ Պողոսին եւ Շիղային դաժանաբար ծեծի ենթարկեցին եւ բանտարկեցին, կեսգիշեր էր։ In the maximum security. Եղբայրներից մեկը, որ իմ մոտ ընկերներից է, այսպես է նկարագրում այդ զրույցը. միգուցե Շիղան ասաց Պողոսին, ախր ինչու սկսեցիր ազատագրության ծառայությունը, ամեն ինչ իր հունով էր ընթանում, մինչև դու սկսեցիր դևեր հանելը։ Բայց ահա թե ինչ արեցին նրանք։ All right until you started casting out demons. But that isn't what they did. Եկեք կարդանք այդ մասը։ Acts Գործ 16, Կարաքելոց 16-րդ գլխի 25-րդ verse խոսքը։ 25. But at midnight, the Եվ darkness կես գիշերին ամենամութ ժամը Պողոսը եւ Շիղան ամենախիստ հսկողության բանտում աղոթ կանելով օրհնում էին Աստծուն եւ բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում։ Նախկինում նրանց պես բանտարկյալներ չէին եղել։ suddenly Եվ հանկարծակի մեծ շարժ եղավ, մինչև որ բանտի հիմքերն էլ շարժվում էին եւ իսկույն բոլոր դռներն էլ բացվեցին եւ ամենքի կապանքներն արձակվեցին։ Ինչն էր երկրաշարժի պատճառը։ Ես համոզված եմ, որ այն գերբնական երկրաշարժ էր եւ քանդեց մարդկանց շղթաները, այն սովորական երկրաշարժ չէր։ Ինչն էր երկրաշարժի դրդապատճառը։ Փառաբանությունը, ճիշտ է։ Հետևաբար նա, ով փառաբանություն է մատուցում, ճանապարհ է պատրաստում Աստծո փրկության համար։ Now let me briefly Այժմ թույլ տվեք վերջացնել մի փոքրիկ ցանկով, որը մանրամասն չենք քննարկի։ with all the Սուրբ գրային տեղերը նշված են ձեր թղթերում։ first of all Նախ, երբ պետք է փառաբանենք Աստծուն, is every day. ամեն օր, հավիտյանս հավիտենից, ամեն ժամանակ եւ շարունակաբար, անկասկած։ It leaves no doubt. Now, how to Հիմա praise ինչպես God? փառաբանել Աստծուն, ամբողջ սրտով, ամբողջ մտքով, With lifted բարձրացած ձեռքերով, ուրախ բերանով ու շրթունքներով, ձեռքերը բարձրացնելով, ինչպես երեկոյան պատարակ, with պարով, with the timbrel and dance. թմբուկով ու պարով։ Սա Սուրբ գրային համարները մեզ տրված են, ով պետք է փառաբանի Աստծուն։ 148 Սաղմոսը 29 տարբեր մարդկանց ցանկ է տալիս, որ պետք է փառաբանեն Աստծուն։ Բայց եթե դուք դեռ կասկածում եք, 150 Սաղմոսն ասում է ամեն շունչ ունեցողը թող օրհնի Տիրոջը։ That leaves out nothing. Այս Սաղմոսն ընդգրկում է բոլորին, բայց միայն մի վիճակի մարդկանց խումբ կա, որոնք չեն փառավորում Աստծուն։ Ովքեր են դրանք։ The day. Մեռածները։ You know your Ուստի դուք գիտեք ձեր խնդիրը, այնպես չէ։
You're not praising Եթե the դուք Lord. չեք փառավորում Տիրոջը, դուք ինքներդ տալիս եք ձեր ախտորոշումը, խոսքը միայն ֆիզիկական մահվան մասին չէ, այլև հոգևոր։